Արդեն ավանդույթ է դարել պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպում ենք մասնագիտական էքսպո։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում անցկացվեց երկօրյա մասնագիտական կողմնորոշում էքսպո ցուցահանդես, որի նպատակն էր ներկայացնել հաստատության կրթական ծրագրերն ու տեխնոլոգիական ներուժը։ Ամբողջ իմաստը այն է, որ հրավիրենք մեր դպրոցականներին, մեր գործընկեր կազմակերպություններին մեկ հարթակ պոլիտեխնիկ եւ ունենանք ընդհանուր շփում։ Մենք ունենք արդեն հիմնական դպրոցից ընդունելություն, ունենք ավագ դպրոցում ընդունելություն, ունենք քոլեջում ընդունելություն, ինի բազայով այսպես ասենք, ունենք բակալավրում ընդունելություն եւ մագիստրատուրայում ընդունելություն։ Ցուցադրությանը ներկայացված էին մասնաճյուղի բոլոր կրթական աստիճանները, դպրոցից եւ քոլեջից մինչեւ բակալավրիատ եւ մագիստրատուրա։ Մեր նորություններից այս տարվա կլինի միջին մասնագիտականում տեքստիլի հետ կապված նոր մասնագիտություն, ինչպես նաեւ մեր հիմնական դպրոցում կփորձենք 5-ում եւ 7-րդ դասարանում ընդունելություն անել։ Այսինքն հնարավորություն տանք երիտասարդներին, ովքեր արդյունքում ընտրելու են պոլիտեխնիկական կամ տեխնոլոգիական ուղղություն, ավելի վաղ տարիքից կատարեն իրենց ընտրությունը, հետեւաբար ավելի լավ ստանան ֆիզիկան, մաթեմատիկան, հետագայում ավել հաջողությունների հասնելու համար։ Միջոցառմանը ներկայացված էին համալսարանի տարբեր ամբիոնների ծրագրեր եւ ուսումնական ուղղություններ, աշակերտներն ու հյուրերը շրջեցին էլեկտրոնային գրադարանում, մասնակցեցին բաց դասերի, դիտեցին քիմիական փորձեր, ծանոթացան ավտոմատացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների աշխատանքներին։ Այն, որ տեխնոլոգիական ապական պոլիտեխնիկում է, փաստում են տեղի ուսանողներն իրենց իսկ աշխատանքներով։ Խրախիչ է էմոցիա, լրիվ ավտոմատացված մեր կուրսանտների կողմից ստեղծած մոդելն է։ Ինքը ունի մի քանի տեսակի սենսորներ, ամեն ինչ նրա մեջ հաշվի առած։ Ունենք տարբեր տեսակի սենսորներ, ունենք հողի խոնավության սենսոր, ունենք ջերմաշանի սենսոր, ունենք լույսի սենսոր։ Պատրաստել ենք խելացի տուն, որը ունի մի քանի ֆունկցիոնալություն, որից մեկը դա լույսերի ավտոմատ միացում անջատումն է, վազող լույսեր, որոնք հետևում են մարտուն։ Կարող ենք փոխել լույսերի ուժգնությունը, գույնը, նաև ունենք ավտոմատ բացվող փակվող դռներ, վարագույր։ Աշխատանքները ստեղծվել էին տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում եւ ներառում էին տեխնոլոգիական լուծումներ եւ ինժեներական առաջարկներ։ Միջոցառման առանցքային ուղղություններից էր ուսանող գործատու համագործակցության ձևաչափի ներկայացումը, որը նպատակ ունի նպաստել ապագա մասնագետների արդյունավետ ինտեգրման աշխատաշուկա։ Նպատակը ինչն է, որովհետեւ կարողանանք ուսանողներին, մեր տնտեսագիտության ամբիոնի ուսանողներին ընդգրկել մեր աշխատանքային process-ի մեջ, սովորեցնում ենք, գիտելիքներ ենք տալիս եւ ապահովում ենք աշխատանքով։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ եռաչափ մոդելների տպագրության ցուցադրությունը։ Մենք այստեղ պատրաստում ենք եռաչափ դետալի մոդելը, հետո այդ մոդելը շատ արագ շիլդերի ենք բաժանում։ 100-տական միլիմետր, 200-տական միլիմետր, մեր ցանկությամբ։ Ինչպես նաև ռոբոտաշինության, գծանկարի եւ այլ ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Այն հնարավորություն է տալիս, որ հնարավորինս մարդիկ փորձեն ստեղծարարել եւ իրենց մտքերը փորձել արտահայտել եւ ձեռքով կատարելով եւ համակարգիչներով մոդելավորմամբ։ Դպրոցում խորացված ֆիզիկայի դասերից մինչև ռոբոտաշինություն, գծանկարից մինչև երկրաչափություն, ընդունելությունը 5-րդ եւ 7-րդ դասարաններում եւս մեկնարկել է։ Քանի որ մենք իրականացնում ենք ֆիզիկա-մաթեմատիկական կրթություն եւ դիզայներական կրթություն խորացված դպրոցում եւ քոլեջում, մեզ մոտ միշտ խնդիրներ են առաջանում ֆիզիկայից եւ մաթեմատիկայից։ Դրա համար մենք որոշել ենք հիմնական դպրոցում նույնպես իրականացնել ընդունելություն 5-րդ եւ 7-րդ դասարաններում, որտեղ արդեն սկսվում է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի հիմնական հիմքերը դրվել։ Առավելությունները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում շատ են, փաստում են ուսանողները, տեղի կրթական մոտեցումներն անգամ հայրաքաղաք են բերում այլ երկրներում ապրող երիտասարդներին։ Ֆունդամենտալ կրթություն է տալիս եւ լիքը հնարավորություններ ավարտելուց հետո։ Էքսպոն աշակերտներին եւ հետաքրքրված անձանց հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալ Գյումրու պոլիտեխնիկի հնարավորություններին, նորարարական ներուժին ու կրթական միջավայրին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, Հայկ Կապրելյան այսօր։ Արտիկ համայնքում մեծ հանդիսավորությամբ բացվել են 4 հիմնովին նորոգված մանկապարտեզներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 758 միլիոն 174 հազար դրամ, որից 685 միլիոն 359 հազար դրամը տրամադրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մնացած մասը համայնքային ներդրումների եւ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում է տրամադրվել։
Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանը, Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ինչպես նաև համայնքապետարանի եւ աշխատակազմի պատասխանատուները։ Իրենց դռներն են բացել Արտիկի թիվ 1, թիվ 3, թիվ 4 եւ Լեռնակերտի մանկապարտեզները։ Դիրքորոշումը կրթության մասին այլ հարթության վրա է, մենք պատկերացնում ենք, որ այն բոլոր խնդիրները, որի առաջ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե կանգնել է, այդ խնդիրների լուծումները կրթության մեջ է։ Կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ու այս կոնկրետ 3-րդ ու 4-րդ մանկապարտեզները անձամբ Հանրապետության վարչապետի հազարականով այսօր կյանքի է կոչվելու արտիգում ունենք նոր հիմնանորոգված մանկապարտեզներ։ Երկհարկանի թիվ 4 մանկապարտեզի հիմնանորոգման եւ բակի բարեկարգման աշխատանքների համար տրամադրվել է 243 միլիոն 768 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, գործող խմբերի քանակը 4-ն է։ Մանկապարտեզը գտնվել է շատ, այսպես ասած, վատ վիճակում, բայց իր շնորհիվ մեր կառավարության վարչապետի եւ մեր տեղական մարմինների մեր մանկապարտեզը նոր կյանքի կոչվեց։ Հիմա մեր երեխաները հաճախելու են նոր այսպես շունչ առած մանկապարտեզում։ Կառավարությունը տրամադրել է նաև ավելի քան 10 միլիոն դրամ շենքը անհրաժեշտ գույքով ապահովելու համար։ Արտիկի թիվ 3 մանկապարտեզը եւս կգործի 4 խմբով, հնարավորություն տալով հարկի տակ ընդունել 120 սանի։ Հիմնանորոգման համար կառավարությունը տրամադրել է 223 միլիոն 144 հազար դրամ, իսկ գույքագրման նպատակով 9 միլիոն 531 հազար դրամ։ Որոշում է կայացվել, որոշում կայացնելուց հետո քննարկումները տեղափոխել են խոսակցությունը կառավարություն, անձամբ ես խնդրել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել է ինձ, ներկայացրել եմ ստեղծված վիճակը, երկու մանկապարտեզը 3-րդն ու 4-րդն ինչպես ասեցին, Հանրապետության վարչապետը լսելուց հետո անմիջապես գումարները տրամադրեցին, ծրագիրը կյանքի կոչվեց, շինարարությունները սկսեցինք ու այսօր էլ տեսակ արդյունքը արդեն մանկապարտեզները լրիվ լիարժեք ձևով գույքից սկսած մինչև վերջի պայմանը ստեղծված է երեխեքին նորմալ հաճախելու համար։ Իսկ արդեն Արտիկի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգվել է պետություն համայնք համագործակցության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 199 միլիոն 230 հազար դրամ, որից 149 միլիոն 422 հազար դրամը տրամադրվել է պետության կողմից։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար տրամադրվել է 9 միլիոն 84 հազար դրամ։ Լեռնակերտ բնակավայրի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգումը եւս իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմել է 92 միլիոն 32 հազար դրամ, որից 69 միլիոն 24 հազար դրամը հատկացրել է կառավարությունը, իսկ 23 միլիոն դրամը համայնքը։ Գույքի ձեռքբերման համար հատկացվել է 7 միլիոն 243 հազար դրամ։ Արտիկի համայնքի 4 մանկապարտեզներն են բացում, հաջորդ շաբաթ եւս երկուսն ենք խորոմում ու փանեգում բացումն անելու, կան մանկապարտեզներ, որոնք ամբողջությամբ տիպային մանկապարտեզներ են զրոյից կառուցված եւ կան այս մանկապարտեզները, որոնք շենքը կար, չնայած նայելով են նկարները, որոնք նախկինում եղել են, կարելի ասել չկարել, այդ մանկապարտեզների բացումն է ու նաեւ ամբողջությամբ գույքի համալրումն է։ Ընդհանուր առմամբ 4 մանկապարտեզները, որ այսօր մենք բացելու ենք, սա գումարային եղել է 758 միլիոնից ավել, որից 682 միլիոնից ավել գումարը կառավարության ուղիղ ներդրումն է։ Ես ամբողջը տեղավորում եմ մեր նախընտրական ծրագրի մեջ 500 մանկապարտեզ, 300 դպրոց եւ մենք հետեւականորեն շարժվում ենք դեպի մեր սահմանած նշածողը եւ վստահ եմ, որ հաղթահարելու ենք եւ 26 թվականին գուցեև էլ ավելի լինեն։ Հիմնանորոգված մանկապարտեզները նպատակ ունեն ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն եւ խնամք համայնքի երեխաների համար։ Շատ երկար ենք սպասում բացմանը, շատ ուրախ ենք, որ մեր բալիկները հիմա կկարողանան ավելի լավ պայմաններում հաճախել մանկապարտեզ։ Ամեն ինչը շատ լավ է, շատ գոհ ենք։ Շատ լավ, ընտիր պայմաններ։ Մանկապարտեզների հիմնանորոգումները նաև նպաստում են համայնքային ենթակառուցվածքների կատարելագործմանը, ստեղծելով անվտանգ ու ապահով պայմաններ երեխաների համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, Հայկ Գաբրիելյան այսօր։
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ են կառուցում ու մանկապարտեզ։ Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կից հրապարակելով նաև տեսանյութ։ Ավելի վաղ նշել էինք, որ Սյունիքում վարչապետը ծանոթացել է ճանապարհների ոռոգման ու խմելու ջրի համակարգերի դպրոցների կառուցման ընթացքին։ Երկրի ղեկավարի հետ հանդիպումներում սյունեցիները ներկայացրել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ։ Շինարարությունն է, այս մանկապարտեզի շինարարությունն է, կառավարություն եւ համայնք։ Մանկապարտեզ սարքում են, ճամփեն սարքում։ Ջուրում է, փետրում է։ Ջուրը։ Երկաթգիծը որ գնաց մեկ է ջուր չենք։ Երկաթգիծը գնի։ Մագիստրալը գնում է երկաթգիծը հենց եկավ այդ ջուրը կտրելու է ու տենց մնալու են Չի պետք է դեմնեք երկաթգիծը ըլնելը, հլը դու ասա ըլնի, եղբայր մենք միջև մեր հարցերը չլուծենք, մագիստրալը չլնի, հլը մենք շուրջը նայ, այ հլը մենք, այսինքն մենք սովորել ենք, որ մենք սենց պետք ենք, պայմաններում մենք գոյատևել ենք, մենք պետք չի մեզ գոյատևել, մեզ պետք է ապրել, տարբերությունը շատ ատեսն Նկատի ունեմ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, այս տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն բեռնատարի արումը մեզ ահագին օգուտ կտա։ Որտեղ բեռները կբերենք, ասենք նույն Իրանից այդտեղ բաներ կսարքենք, ու տեսեք, որ մեր մոտ ասում են գները այդքան բարձր են։ Գիտեք, դա կապված է շատ հիմնական կապված է տրանսպորտային խնդրի հետ։ Անդադ տրանսպորտային բարդ բաներով ենք գալիս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ Այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Եվ ես հույս ունեմ, որ այս ծառայության նորամուտը հենց ինքնին պիտի նշանակի բոլորիս եւ ծառայության աշխատողների եւ մյուսների վերաբերմունքի փոփոխություն շրջակա միջավայրին եւ շրջակա միջավայրի նկատմամբ մեր ունեցած պատասխանատվությանը եւ պարտավորությանը, մեր պետության նկատմամբ մեր ունեցած պատասխանատվությանը եւ վերաբերմունքին, մեր պետության, մեր բնության, քաղաքացիների եւ ապագա սերունդների առաջ ունեցած մեր պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է նշանակի սա։ Ես ուզում եմ ընդգծել, որ շատ մեծ պատասխանատվություն է դրած էկոպարեկային ծառայության աշխատակիցների վրա։ Գիտեք, երբ որ դեռ այս մեքենաները, համազգեստները, մնացած գործիքները չկան, մենք շատ կենտրոնացած ենք եւ թվում է թե դժվար գործ է դա, որ մենք ունենանք նոր մեքենաներ, որ մենք ունենանք մեքենաների, հագուստի, այլ գործիքների, սարքավորումների փոփոխություն, բայց իրականում այս բարեփոխումը իմաստ կունենա, եթե այդ ամեն ինչի փոփոխություն նշանակի մարդու փոփոխություն։ Որովհետև եթե այս նոր մեքենայի մեջ մարդը նստելու եւ աշխատելու է հին վերաբերմունքով եւ հին պատկերացումով, սա նշանակում է, որ մենք մեր նպատակին չենք հասնելու։ Եթե այս ծառայությանը եւ քաղաքացու հարաբերությունները լինելու են ինչ-որ նախկինը, մենք մեր նպատակին չենք հասնելու։ Շատ կարեւոր է եւ ես այդ խնդիրը առաջադրում եմ էկոպարեկային ծառայության շրջակա միջավայրի նախարարության առաջ, որ մենք այո ինչ-որ մի կրթական process անցել ենք, բայց նաեւ սա ծառայության, կառավարության, շրջակա միջավայրի նախարարության համար կրթական գործընթաց է։
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն։ Ամփոփելով իր խոսքը Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել մասնավորապես 22 հատ Isuzu D-Max մակնիշի ամենագնաց մեքենաներ 331.8 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ «2025 թվականի ապրիլի 12-ին Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը եւ Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արտգործնախարար Տետե Անտոնիոյի հետ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ եւ հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, շեշտելով Հայաստանի եւ Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու այդ նպատակով քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի արտգործնախարար Էմիլ Հուրեզեանուի հետ։ Հանդիպումը կայացել է Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Նախարարը ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի ու ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետեւաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագրին, ինչպես նաև դրա լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հանդիպել են Վրաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։ Իրակլի Կոբախիձեն եւ Իլհամ Ալիևը նշել են երկու երկրի հարաբերությունների բարեկամական եւ ռազմավարական բնույթը։ Անդրադարձ է եղել առևտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը։ Ընդգծվել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Միջոցառման շրջանակում հանդիպել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը։ Ջեյհուն Բայրամովը եւ Հական Ֆիդանը թիվս այլ հարցերի շեշտել են թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է ԵԽԽՎ նախագահի հայտարարությունները։ Թեոդորոս Ռուսոպուլոսը մասնավորապես նշել էր այն փաստը, որ Բաքուն հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի կայացրած որոշումները, հաստատում է վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցնելու արդարացիությունը։ ԵԽԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը զրպարտում եւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Եվրոպայի խորհրդի նկատմամբ։ Նա նաեւ մեղադրել է Իլհամ Ալիևին ադրբեջանական իշխանության ընդդիմախոսներին բանտարկելու, մարդու իրավունքները խախտելու եւ միջազգային կառույցների հետ չգործակցելու համար։ Մենք չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, որն իրեն բռնապետի պես է պահում, հավելել է ԵԽԽՎ նախագահը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պնդել է, իր երկրի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի եւ արդարության վրա։ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵԽԽՎ-ին իբր երկակի չափորոշիչների եւ հակաադրբեջանական քաղաքականության համար։ Ադրբեջանի նախագահին էլ բռնապետ անվանելը միանգամայն անընդունելի է, ասել է պաշտոնյան, հավելել, որ բռնապետը Թեոդորոս Ռուսոպուլոսն է։ Հաջիզադեն տեղեկացրել է, որ ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում։ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է ավելի քան 4 ժամ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ սա Ուիտկոֆի երրորդ այցն է Ռուսաստան։ Օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ասպեկտները։ Դմիտրի Պեսկովը կոչ է արել որևէ շրջադարձային արդյունք չակնկալել ԱՄՆ նախագահի բանագնացի եւ Պուտինի հանդիպումից։ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևն էլ, որը ներկա է եղել բանակցություններին, նշել է, որ դրանք արդյունավետ են եղել։ Վաշինգտոնից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը դիտարկում են որպես եւս մեկ քայլ հրադադարի եւ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան խոսնակը նշել է, ԱՄՆ նախագահը հիասթափված է Մոսկվայի եւ Կիևի գործողություններից։ Դոնալդ Թրամփն էլ Truth Social-ի էջում կոչ է արել Ռուսաստանին գործել, քանի որ չափից շատ մարդիկ են զոհվում։ Նա սարսափելի եւ անիմաստ է որակել Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Այսօր նախատեսված են Վաշինգտոնի եւ Թեհրանի ներկայացուցիչների բանակցությունները, օրակարգում է հնարավոր միջուկային գործարքը։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն արդեն Օմանում է։ Նշվում է, որ ամերիկյան կողմը ներկայացնելու է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Հատկանշական է, որ ըստ իրանական կողմի բանակցությունները լինելու են ոչ ուղղակի, մինչդեռ ըստ Սպիտակ տան դրանք լինելու են ուղիղ։ Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Թեհրանից վստահեցնում են, նման մտադրություն չունեն։ Այնուհանդերձ Թրամփը չի բացառել, որ Իսլամական Հանրապետության դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով։ Սթիվեն Ուիտկոֆն էլ կարծիք է հայտնել, որ կողմերը կարող են փոխզիջումային ուղիներ գտնել։ Գեղարքունիքի մարզային գրադարանը մանկապատանեկան գրքի ու երգի շաբաթն անցկացնում է փոքրիկ ընթերցողների հետ։ Կրտսեր դպրոցականներն ակտիվորեն ներգրավված են գրքի եւ ընթերցանության անհրաժեշտությունը շեշտադրող միջոցառումներում ոչ միայն որպես հանդիսատես, այլ նաեւ մասնակից։ Աղջիկ ունեմ նազնազերի, ամբողջ օրը գործ կանի։ Ընթերցում են, երգեր են լսում, ձևավորելով գրական ու երաժշտական ճաշակ։ Արժի համակարգը մարդու մոտ ձևավորվում է հենց այդ տարիքից եւ ճիշտ արժի համակարգ ձևավորելու համար շատ կարեւոր է դաստիարակությունը եւ կրթությունը եւ կարծում եմ որ առանց գրքի ու ընթերցանության ճիշտ դաստիարակության ու կրթության մասին խոսել անիմաստ կլինի։ Կարծում եմ շաբաթվա ընթացքում գրադարան այցելած եւ միջոցառումներին մասնակցած աշակերտները կարեւորեցին շաբաթվա խորհուրդը եւ իմաստը։ Միջոցառումներին մասնակցող տարբեր դպրոցների աշակերտներից շատերը մարզային գրադարանի մշտական ընթերցողներն են։ Այս անգամ միասին են ընթերցում եւ քննարկում կարդացածը։ Մանկապատանեկան գրքի շաբաթը բացել են աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենին նվիրված հեքիաթային գույներ մանուկների աչքերով խորագիրը գրող միջոցառմամբ։ Այնուհետև անդրադարձ են կատարել Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մասին պատմող գրքերին։ Ընթերցեցինք իմ ընկեր Ալենի ընկերություն հեքիաթը, շատ հետաքրքիր էր։ Ես այդ հեքիաթը էլի եմ ընթերցել մի քանի անգամ, որովհետև շատ հետաքրքիր հեքիաթներ է գրել իմ ընկեր Ալենը։ Ես նույնպես օգտվում եմ գրադարաններից եւ շատ եմ սիրում ընթերցել։ Տարբեր մուլտֆիլմերից լսեցինք հատվածներ եւ փորձեցինք գուշակել, թե դա կոնկրետ որ մուլտֆիլմից էր։ Բոլոր մուլտֆիլմերը, երգերը ծանոթ էին, գրեթե բոլորը գուշակեցի։
Շատ եմ սիրում գիրք կարդալ եւ շատ եմ օգտվում այս գրադարանից, մանավանդ մանկական բաժնից, շատ եմ սիրում Գանձերի կղզի գիրքը, այնտեղ շատ հետաքրքիր տողեր էին, ինձ շատ դուր եկավ այդ գիրքը։ Մենք այսօր լսեցինք երգեր եւ գուշակեցինք, թե դա որմի մուլտֆիլմն է։ Նաեւ կարդացինք Իմ Ալենը գիրքը եւ այնտեղ հասկացանք, որ ընկերությունը ամենտեղ կարեւոր բան է։ Ոչ միայն մանկապատանեկան գրքի ու երգի շաբաթը, այլ նաև մարզային գրադարանում անցկացվող յուրաքանչյուր միջոցառում հնարավորություն է տարբեր տարիքի ընթերցողների հետ շփվելու, գրադարանն առավել հրապուրիչ դարձնելու եւ կրթամշակութային հաստատությունների հետ կապերն ամրապնդելու, ընդգծում են գրադարանավարները։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին 1-1 ծառայություն զանգահարած 44-օրյա պատերազմի մասնակից քաղաքացին հայտնել է, որ Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի երկաթգծի մոտ թողել է զենք զինամթերք։ Մեկնած ոստիկանները պարկի մեջ հայտնաբերել են Կալաշնիկովի ինքնաձիգ փամփուշտներով, ողորկափող կարճեցված խզակոթով 1 հրացան, 1 ատրճանակ փամփուշտներով, F1 տիպի 1 նեռնակ տարբեր տրամաչափի 50 փամփուշտ։ Նույն օրը համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Պապիկի արեստանոցը կարգի բերելուց զենք զինամթերք է հայտնաբերել, որը թողել է Դալմայի այգիների Կանալի եզրին։ Մեկնած ոստիկանները հայտնաբերել են որսորդական 1 հրացան, 5 ատրճանակ, 1 նռնակ եւ տարբեր տրամաչափի 87 փամփուշտ։ Նույն օրը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմից հետը բերել է ինքնաձիգ եւ զինամթերք, որոնք թողել է Մարի փողոցում գտնվող քանդված շենքում։ Մեկնել են Նոր-Նորքի համայնքային ոստիկանները, հայտնաբերվել են ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի փամփուշտներ եւ ինքնաձիգի պահեստատուփեր։ 102 զանգած մեկ այլ քաղաքացի եւս ներկայացել է պատերազմի մասնակից, հայտնել, որ Զվարթնոց օդանավակայանում աղբամանների մոտ զենք զինամթերք է թողել։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ահազանգի հետքերով մեկնելով հայտնաբերել են Կալաշնիկովի ինքնաձիգ փամփշտատուփով եւ 82 փամփուշտ։ Նմանատիպ հաջորդ ահազանգի հետքերով մեկնել են Ավանի համայնքային ոստիկանները։ Ավանի հոգեկան առողջության կենտրոնի մոտ գտնվող էլեկտրոկայանի տակ նրանք հայտնաբերել են 1 ինքնաձիգ, 2 փամփշտատուփ եւ F1 տիպի նռնակ պայթուցիչով։ Օրվա վերջին նման հաղորդումը ժամը 20:49 էր։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նուբարաշենի 9-րդ փողոցում զենք զինամթերք է թողնում։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները հայտնաբերել են որսորդական հրացան եւ 20 փամփուշտ։ Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ են անում հետևել նրանց օրինակին։ Կրկին ու կրկին հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Զեղծարարության զոհ դառնալու համար ինձնից մեծ ջանքեր չի պահանջվում։ Պարզապես պետք է անցնեմ անծանոթ հղմամբ, համապատասխան դաշտերում լրացնեմ անձնական տվյալներս, ապա որպես հաստատում ստացված կոդերը եւ վերջ։ Իմ հաշիվները արդեն զեղծարարի ձեռքում է։ Համացանցը հսկա խաղահրապարակ է, լի զվարճանքներով ու հետաքրքրություններով, նաև թաքնված վտանգներով։ Դրանք հենց կիբերանվտանգության սպառնալիքներն են։ Մեկ անզգույշ քայլ եւ ցանցահենը քեզնից առաջ է։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես սոցիալ ինժեներինգի միջոցով բանկի հաճախորդների տվյալների շորթումը։ Ցանցահենները այդ տվյալների օգտագործմամբ հաճախորդների փոխարեն մուտք են գործում նրանց ինտերնետ կամ մոբայլ բանկինգներ, տիրանում ֆինանսական միջոցներին, որոշ դեպքերում անգամ վարկային գործարքներ կատարում, ապա փորձում այն դուրս բերել հաճախորդի հաշիվներից եւ օգտագործել տարբեր նպատակներով։ Հիմնական ուղղությունը կարելի ասել, որը այս պահին կիրառվում է, դա սոցիալական ցանցերում տարբեր տեսակի գրավիչ գովազդների միջոցով հաճախորդներին համոզում են, որ կարող եք մուտքագրեք ձեր բանկային տվյալները, գաղտնաբար, PIN կոդ, մեկանգամյա նույնականացման կոդ, որը համակարգն ավտոմատ ուղարկում, որպեսզի եւս մեկ որպես ստուգման միջոց հաճախորդը օգտագործի իր մուտքի համար, եւ ըստ էության այդ տվյալները չգիտակցելով հաճախորդները մուտքագրում են մի տիրույթ, որը չի հանդիսանում բանկի ինտերնետ կամ մոբայլ բանկինգի տիրույթը, այլ հանդիսանում է զեղծարարի կողմից սարքած մի այսպիսի պատուհան, շատ նմանացված գործող բանկային ծրագրերի համակարգերին։
Վերջին շրջանում հատկապես մեծ տարածում են գտել ID բանկի անունից տարածվող կեղծ գովազդները։ Հաճախորդներին գրավելու նպատակով զեղծարարները սոցիալական ցանցերում տարածում են գովազդներ, ըստ որոնց առաջին հայացքից բանկի կայքում ինչ-որ անմեղ գործողություններ անելուց, օրինակ բանկի ծառայությունների մատուցման որակը գնահատելու հարցմանը մասնակցելուց հետո հաճախորդը որպես շահում ստանալու է որոշակի գումար։ Հիմնական խայծն այն է, որ կայքը ստեղծված է արհեստական բանականության օգնությամբ եւ հնարավորինս նմանեցված է բանկի պաշտոնական էջին, մինչդեռ հղումը ակնհայտ տարբերվում է պաշտոնականից։ Մարդիկ երբ որ տեսնում են նման գովազդներ, առաջինը որպեսզի հստակ համոզվեն, որ կա այդպիսի բան թե չէ, նախ պետք է մտնեն բանկերի պաշտոնական կայքեր, թող դիմեն զանգերի կոնտակտային կենտրոններ, համոզվելու համար կա այդպիսի բան թե ոչ, որովհետև այդպիսի երևույթներ որպես կանոն չի լինում։ Երկրորդը տվյալները մուտք անելուց առաջ անպայման համոզվել որտեղ եք ձեր տվյալները մուտք անում։ Արդյոք այդ հասցեն ձեզ հայտնի է կամ պատկանում է տվյալ ֆինանսական կազմակերպությանը։ Մյուս կողմից շատ կարևոր է բանկի կողմից ուղարկվող հաղորդագրությունները, մեկ անգամյա OTP SMS-ների բովանդակությունը կարդալ։ Բանկի տեսանկյունից անձը նույնականացման բոլոր փուլերն անցել է, հաճախորդի տեսանկյունից խաբեության զոհ դառնալը դեռ անձի նույնականացում չի, իսկ ինչ անել այդ դեպքում։ Եթե հայտնվել եք զեղծարարի ծուղակում, ապա պետք է դիմել ոստիկանություն եւ փորձել համատեղ դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նշված հանցագործության տեսակը եւս գտնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տիրույթում եւ մասնագիտացված ստորաբաժանման կողմից մշտադիտարկվում է իրականացում նշված հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Բացի այդ հարկ եմ համարում նշել, որ 2025 թվականի ընթացքում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից արդեն իսկ հայտնաբերվել է նշված գործունեությանը օժանդակող անձանց որոշակի շրջանակ, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկին մի տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի անցեք անծանոթ հղումներով, մի վստահեք կասկածելի զանգերին եւ սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե այնուամենայնիվ հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք ոստիկանություն։